Բարի լույս ելի հեռուստադիտողներ, մենք ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք մասնակցել մեր հետաքրքիր զրույցին, որովհետեւ այսօր իսկապես հետաքրքիր թեմա ենք քննարկելու։ Մեր հյուրը առաջին անգամ չէ մեր տաղավարում, նա մեր հիմնական սիրելի հյուրերից մեկն է։ Ծրագրի բարեկամ ընկերներից, ճիշտ է, եւ բարբերաբար, երբ լինում է որևէ հետաքրքիր թեմա, մենք անպայման անդրադառնում ենք մեր այդ բարեկամ գծիկ հյուրերին։ Եվ նրանցից մեկն էլ Համլետ Մարտիրոսյանն է։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ տեսնել եւ հիմա քիչ առաջ խոսեցինք եթերից դուրս երկու խոսքով։ Արդեն եթերում այսօր ինչ թեմայով ենք զրուցելու ձեզ հետ եւ ինչն է հետաքրքրել այս առավոտը։ Կարծում եմ մենք այսօր կխոսենք այն մասին, որ վերջերս համացանցում լրատվամիջոցներում շատ քննարկվում է նոյան տապան ստեղծելու գաղափարը եւ նույնիսկ արդեն նախագծեր կան, չէ, ինչ որ արդեն նկարների կամ 3D տարբերակով հայտնվել է։ Մեր հյուրը նշեց, որ այդ գաղափարը հիմա չէ, այլ 2001-ին դեռ հոդված էր, 2000-ին դեռ հոդված էր տպագրվել, խնդրեմ։ Ուրեմն գաղափարը ծագեց, ինչպես նշեցիք, 90-ականների վերջում եւ արդյունքը հոդվածի տեսքով տպագրվեց 2000 թվականին նորաթերթում եւ վերանայելու նորից այդ հոդվածը ետ բերելու, այսպես թարմացնելու առիթ հանդիսացավ, ինչպես նշեցիք, այդ Նոյան տապանի կառուցման նախագիծը։ Նոյան տապանի նախագծին չենք անդրադառնա, որովհետև, ասենք, լայն ներկայացվում է եւ մամուլում եւ հեռուստատեսությամբ։ Ես խոսեմ ուրեմն դրդապատճառները, թե ինչ հանդիսացավ այս նախագիծը ներկայաբանը կազմելու համար երբ 90-ական թվականների վերջերին։ Նույն ժամանակ ներքին քաղաքական կյանքում շատ ակտիվ քննարկվում էր Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ գործոն դարձնելու խնդիրը։ Այսինքն, երբ որ մեծերի քաղաքականությունը վարվում է, ասենք Հայաստանի նման փոքր պետություններ աշխատում են այդ քաղաքականության մեջ ինչ որ մի գործոն դառնալ, որ առանց իրենց այդ քաղաքականությունը հնարավոր չի վարել։ Ասենք որպես օրինակ այսօր ասենք Ադրբեջանը գործոն է իր նավթով, գազով, ասենք Վրաստանը գործոն է դարձել հակառուսական իր վարած քաղաքականությամբ եւ այլն։ Եվ այդ փնտրտուքներն էին, այդ փնտրտուքների ընթացքում ուրեմն իմ մեջ գաղափար առաջացավ անդրադառնալ այս նախագծին։ Հիմա բուն ինչ է նախագիծը, որ ուրեմն հիմնական, ասենք, բաղադրիչն է։ Բոլորիս հայտնի է, որ Հայաստանը դեռ հին աշխարհից հայտնի է որպես թե աշխարհագրական առումով, թե հոգևոր առումով, որպես այսպես ասենք աշխարհի պորտ, աշխարհի կենտրոն եւ այլն։ Այդ տեսակետներին մենք ծանոթանում ենք հին շումերական աղբյուրներից, բաբելական աղբյուրներից, խեթական աղբյուրներից եւ մյուս հին բոլոր աղբյուրներից, որոնք ի վերջո հասել են հին կտակարան եւ հին կտակարանի միջոցով արդեն մեզ հայտնի փաստերը։ Արարչության վայր, Եդեմ, ջրհեղից փրկության վայր եւ այլն։ Այդ երևույթը նկատել է նաեւ մեր մատենագիրները միջնադարյան, օրինակ ասենք Գրիգոր Տաթևացի վարդապետը իր գիրք հարցմանցում այսպիսի մի գլուխ ունի, որը նվիրված է հայերի այն 10 աստվածաշնոր պարգևներին, որ Աստված պարգևել է մեզ։ Նա 10 կետով նշում է աստվածային այն շնորհները, որը մենք ստացել ենք, այդ թվում այն ինչ որ ես ասեցի, Եդեմ, Եդեմաբուխ գետեր, արարչության վայր եւ այլն։ Տաթևացուց մոտ 900,000 տարի առաջ այդ մասին ասենք գրում է նաեւ Եղիշեն։ Եղիշեն ասում է երկու գետերով եւ տապանով մենք բարձր ենք բոլորից։ Նա վերցնում է միայն այդ երկու գետեր ասելով հասկանում է Եփրատը եւ Տիգրիսը, որը հին աշխարհում դեռ շումերական ժամանակներից նշում է որպես այն կենարար երկու ուրեմն գետերը, որոնք սնում են միջագետքը եւ այդ տարածքները։ Եվ տապանը նկատի առնելով, որ Նոյի տապանը հանգրվանեց ուրեմն Արարատ երկրում Մասիսի վրա։ Այս ամենը դրանք ուրեմն այնպիսի մի հիմնավոր գաղափարներ էին, որոնք այս 5-6,000 տարվա ընթացքում շատ պատմություններ կեղծվեցին, շատ բաներ փոխվեցին, բայց Հայաստանի վերաբերյալ եղած այդ պատկերացումները
մնացին նույնակ, այսինքն չփոփոխվեցին։ Եվ իսկապես այդտեղ ուրեմն համոզվում ես, որ դա իսկապես աստվածատուր շնորհ է, որովհետև ինչպես ասել պատմություններ կեղծվեցին, շատ բան կեղծվեց, շատ բան մոռացվեց, բայց այս բնութագրերը, որոնք տվել էին Հայաստանին, այդ բոլոր բնութագրերը այդպես անխախտ ձևով հասնում են մինչև մեր օրերը։ Ու գաղափարի հիմքում դրվեց այն պատկերացումը, որ Նոյը փրկվելով եւ հանդիսանալով այսօրվա մարդկության նախահայրը Աստծո հետ հավիտենական ուխտ է կնքում Հայաստանում, որտեղ օրհնանքից բացի Նոյը ստանում է նաեւ հավաստիք Աստծո կողմից, որ մարդկությունը այլևս ջրհեղեղի միջոցով չի վերացվի։ Նոյը Աստծո հետ այդ առաջին փաստորեն հաղորդակցության, այսպես ասենք, ժամանակ, որը տեղի է ունենում Մասիսի ստորոտում, ուրեմն ինչպես չէ, զոհասեղան է կառուցում եւ զոհեր է մատուցում Աստծուն։ Այդ զոհասեղանի մասին, օրինակ ասենք, հրեա Հոսեփիոս Փլավիոսը իր հրեական հնախոսությունների մեջ է անդրադառնում, ով ապրել է առաջի դարում, եւ գրում է, որ Նոքոսը, հրեաների Նոյի անվանումն է Նոքոսը, ասում է, երբ որ տապանից իջավ, նա ուրեմն զոհեր մատուցեց Աստծուն եւ իր ընտանիքի հետ խնջույք արեց։ Ու ասում է, որ հայերը այդ վայրը կոչում են իջման տեղ։ Այսինքն Հայաստանի քրիստոնեացումից ավելի քան 250 տարի առաջ հրեա հեղինակը նշում է, որ հայերը այդ վայրը կոչում են իջման տեղ։ Այսինքն մեր Նախիջևան անվանումը, որը հայերենում հենց պիտի նշանակի առաջին իջման տեղ, առաջի կանգառի տեղ։ Այսինքն դա հայտնի է, դա էլ էր հին աշխարհին հայտնի։ Այսինքն Նախիջևան անվանումը մենք չենք կարող կապել հին կտակարանի Հայաստանի քրիստոնեացման հետ, որովհետև դրանից, ասենք 250 տարի առաջ վկայված է, որ հայերը հենց այդ իմաստով են օգտագործել Նախճավան, Նախիջևան տեղանունը։ Իսկ դա նշանակում է, որ այդ գաղափարը, ասենք, ջրհեղեղի հետ կապված, փրկության հետ կապված, դա ունեցել է հայկական շատ խորը հին արմատներ, որովհետև դա այդ տեղանման միջոցով մենք դա տեսնում ենք։ Ուրեմն այդ տարածաշրջանում մենք ունենք մի քանի այլ տեղանուններ։ Ուրեմն Նախիջևանում է գտնվում Այրարատ աշխարհի Արաց գավառ, որը հայերեն դառացի պիտի բաղկացած է ար եւ ած կարճ արմատներից, որոնցից առաջինը պիտի ներկայացնի կամ Արաստծուն, կամ հենց ար բառը ինքը հայերենում, քանի որ ունի արարել, արարիչ եւ այլ իմաստ, օգտագործում էր բուն Աստված իմաստով։ Իսկ ածի հիմնական իմաստն է բերել։ Այսինքն Արաց գավառը տառացի պիտի նշանակի Աստվածաբեր, Աստվածավոր։ Այսինքն դա էլ արտահայտում են գաղափարը, որ Նոյը առաջի անգամ իր զոհաբերության արդյունքում հաղորդակցվեց Աստծո հետ եւ ստացավ մարդկության, ուրեմն իր սերունդների համար օրհնանք, որ Աստված չի վերացնի եւ նրանք ուրեմն նորից կվերաբնակեցնեն ամբողջ աշխարհը։ Ավելին, Արաց գավառում, որը այսօր մի մասը գտնվում է Արարատ մարզում Հայաստանի, մի մասը Նախիջևանի, այդտեղ է գտնվում Վեդի բնակավայրը, մեծ քաջածանոթ Վեդին, որի իմաստն է զոհասեղան։ Ընդ որում այդ իմաստով բառը պահպանվել նաև սանսկրիտում եւ հայերենում այսօր տեղանունը, ինչպես շատ այլ տեղանուններ, ասենք հայերենի դաշտում վերծանված չի, ստուգաբանված չի։ Ուրեմն Վեդին էլ նշանակում է զոհասեղան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս տարածաշրջանի այդ տեղանունները իսկապես արտահայտում են այն իմաստները, որոնք կապված են այդ հին պատկերացումների հետ, ջրհեղից փրկվելու եւ այլ այդ գաղափարների հետ են կապված եւ Աստծուն զոհ մատուցելու։ Այսինքն դուք կարծում եք, որ հենց այդ տարածքում, հենց այդ վայրում պետք է կառուցվի Նոյան տապանը։ Այո, հիմա քննարկումներ են գնում, որտեղ է այն նախատեսվում։ Հիմա կճշտենք, թե Նոյան տապան կառուցենք, թե ինչ, որովհետեւ իմ ներկայացրած 2000 թվականին ներկայացրած նախագծում առաջարկում էր մի այլ բան։ Ոչ թե Նոյան տապան,
այլ ուրեմն գաղափարը այն էր, որպեսզի ստեղծվի այնպիսի մի կառույց, այնպիսի մի միջոց, որպեսզի նա իր շուրջը համախմբի համայն մարդկությանը, անկախ նրանց դավանանքից, անկախ նրանց մարդաբանական տիպից, անկախ քաղաքական ուրեմն կողմնորոշումներից։ Եվ ինչն էր այդ գաղափարը։ Գաղափարը հետևյալն է, որ նախ սկսենք ասենք, դա պիտի լինի համամարտկային մի տոն։ Տոն բառի հայերեն տոն բառի նախնական իմաստն է Աստծուն զոհաբերվող զոհաբերություն, Աստծուն մատուցված զոհաբերություն։ Եվ նախագծի գաղափարն է վերականգնել այդ համամարտկային մի տոն, այդպիսի մի տոն, որտեղ մարդիկ, ինչպես նշեցի, անկախ իրենց պատկանելությունից հավաքվեն եւ տոնեն հավիտենական ուխտը կամ այլ կերպ ասած մարդկության փրկության օրը։ Ինքը դակարան ասում է, որ դա հրեական տոմարով երկրորդ ամսվա 28-ին էր, որ Նոյը իջավ տապանից։ Այսինքն մենք կարող ենք տոմարական այդ հաշվարկներով ճշգրտել, թե դա որ օրն է ընկնում այդ օրը։ Իսկ հիմա բուն գաղափարը, ուրեմն բուն գաղափարը հետևյալն է, որպեսզի այդտեղ կառուցվի փրկության տաճար։ Տաճար է կառուցվում, որտեղ բոլոր կրոնների ներկայացուցիչները համատեղ այդ օրը փառաբանություն են մատուցում Աստծուն մարդկության փրկության համար։ Եվ դա դառնում է ամենամյա տոն։ Չէ, սա շատ բարդ բան է։ Այս իմաստով բարդ բան եք մտածել արդեն։ Շատ բարդ է, բայց կարծում եմ, որ ամբողջ մոլորակի համար կենտրոնական դարձնելով հենց մեր երկիրը։ Չէ, դա շատ լավ է, սա շատ լավ է նաև տուրիզմի։ Չէ, մենք օրինակներ ունենք, ասենք, տեսեք, Մեքքան համաիսլամական սրբատեղին է։ Ասենք ունենք Երուսաղեմը, որ քրիստոնեական աշխարհի եւ հինդու բանի հուդայիզմի կենտրոնն է։ Հիմա գերասանցել այդ երկու կետերը, այսինքն համամարտկային Չէ, բայց կարելի է, շատ իսկ ինչու ոչ։ Այո։ Օրինակ ես անձամբ այստեղ խնդրեմ չեմ տեսնում։ Պարզապես պիտի սկսել քայլերից կամած, օրինակ այսօր հոդվածում գրել էի, որ առաջին քայլը, որը պիտի արվի, դա մեր հայկական հայ առաքելական եկեղեցու եւ ակադեմիայի ջանքերով, ազգային ակադեմիայի ջանքերով պիտի առաջի որպես քայլ հրավիրվեն 1-2 մոտակա տարիներում միջազգային գիտաժողովներ, որոնց պիտի մասնակցեն, ասենք, բոլոր այդ նշված կրոնների ներկայացուցիչները, գիտնականները, հոգևորականները, որտեղ պիտի որոնվեն այն հիմքերը, որը թույլ կտա այդ կրոնները համատեղ, միատեղ որոշակի ծես կատարելու։ Այսինքն գիտականորեն դա պիտի հիմնավորվի եւ աշխարհի գիտնականների եւ հոգեվոր վարդապետների ուրեմն հետազոտություններով, քննարկումներով պիտի ստեղծեն այնպիսի մի ծես, որը թույլատրելի լինի մատուցել եւ իսլամի ներկայացին, եւ քրիստոնեային, եւ հուդայիստին, եւ բուդդիստին, եւ չինացուն, որտեղ մենք տեսնում ենք, որ այդ ջրհեղեղի գաղափարը հին աշխարհի ամբողջ երկրի վրա, ամբողջ երկրի բնակչությունը այդ գաղափարը այս կամ այն տարբերակումներով, բայց բոլորը դա հիշատակում են։ Այսինքն բոլորի համար դա կայացած կամ ռեալ կամ ինչ որ մի չգիտեմ այլ ձևով կարելի է դա ներկայացնել երևույթ էր, բոլորը գիտեին դրա մասին։ Այսինքն այդ գաղափարի շուրջ եւ այդ ջրհեղեղից հետո մարդկության փրկությունը Աստծուն վերագրելու եւ ամեն տարի այդ օրը Աստծուն փառաբանելու տոն կազմակերպելու գաղափարը պիտի որ ոչ մեկին խորտ չլինի։ Այսինքն բացի նոյադապանի կառուցումով, որով զբաղված են տարբեր պետությունը հետաքրքրված է, մենք անդադ լսում ենք, որ պիտի կառուցվի, հիմա տեղն է որոշվում, հա, որտեղ անդադ խոսակցություններ են գնում, դուք առաջարկում եք անել ավելին, ոչ միայն տիպային հա կառույցը ունենալ տաճարը, ունենալ արարողությունը, այսինքն ընդգծել, բովանդակությունը։ Բացի այդ ընդգծել, որ այո, մենք բազմիցս լսում ենք, խոսում ենք այդ մասին, սա սուրբ հող է, չգիտեմ, մարդկությունից ընդգծել ու ապացուցել, որ դա այդպես է, փաստերով, ինչպես դուք նշեցիք, այդ տեղանունները վերցանելով եւ այլն, ընդգծել եւ մարդկության ուշադրությունը բևեռել հենց այս կետի վրա։ Դա մեզ համար շահավետ է նույնիսկ ֆինանսական տեսակետից։ Բոլոր տեսանկյուններից։ Այսինքն մի
փոքր նեղություն կրել, բայց հետո քաղել պտուղները, ի վերջո մի օր մենք դա պիտի անենք։ Իհարկե, այսօրվանից կարելի է ուրեմն ասենք, չգիտեմ, ասենք մեծահարուստներից մեկը կարող է վերցնել այդ նախաձեռնությունը, ենթադրենք Գագիկ Ծառուկյանը։ Վերցնում են նախաձեռնությունը, ստեղծում են ինչ-որ մի հիմնադրամ, ասենք կապերի մեջ են մտնում այլ երկրների, չգիտեմ, Իրան, Իսրայել եւ այլն, Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, որտեղ հիմնվում է այդ միջազգային հիմնադրամը։ Այդ տաճարի կառուցման ու տաճարը եթե կառուցում ես, դու ենթադրաբար մտածում ես, ասենք, եթե նայենք Մեքքայի, Երուսաղեմի օրինակով, ապա այդ օրը միլիոնավոր մարդիկ պիտի գան։ Դու պիտի կարողանաս այդ ամբողջ համակարգը կառուցել, հյուրանոցային սպասարկման ոլորտները ամբողջ ապահովել։ Այսինքն դա մի գիգանտ մի ծրագիր պիտի լինի։ Անվտանգությունը պետք է անվտանգության մեխանիզմը, որտեղ Մեքքայում մենք գիտենք, որ յուրաքանչյուր տարի մարդիկ են մահանում։ Եվ դա իսկապես, ինչպես նշեցիք, դա իսկապես շատ մեծ տնտեսական խթան կդառնա Հայաստանի համար ու նաև կարծում եմ նաև մի որոշակի պաշտպանական վահան կդառնա Հայաստանի, բուն Հայաստանի համար։ Տնտեսական առումով բավականին խոշոր աջակցություն կարող է լինել կայանալու դեպքում իհարկե, նաև իրոք վահան էլ այս փոքրիկ երկրի համար այդ տաճարը կդառնա հենց վահան, պաշտպանիչ վահան, որտեղ ոչ մեկը նաև իսլամական աշխարհի համար կլինի սրբություն եւ հուդայական եւ քրիստոնեական եւ բուդդիստ եւ մյուս բոլոր կրոնների համար։ Այսինքն շատ խորը հասկացան բազմակողմանի խելացի։ Դրական է, բայց ում կարելի է ներկայացնել այս գաղափարը, ով կարող է ձեզ։ Սա պիտի պետական մակարդակով այս հարցը քննարկվի։ Անշուշտ այս հարցը պիտի քննարկվի պետական մակարդակով, այսինքն պիտի ներգրավի այդ բանի մեջ մեր արտաքին գործերի նախարարությունը, որ այդ կապերը, հարաբերությունները, համաձայնեցումը, գործողությունների այդ հստակեցումը եւ այլն պիտի արվի պետական մակարդակով։ Այսինքն համատեղ պիտի գործեն կառավարությունը, եկեղեցին եւ մեծահարուստները։ Ինչ խնդիրներ կարող են լինել ձեր կարծիքով, ով կարող է ընդվզել այս գաղափարի շուրջ, եթե այլ երկրներից, այլ մարդիկ ինչ-որ ենթադրություններ կան, որ նաև կուզենան իհարկե խանգարել։ Չէ, հավանաբար իհարկե կլինեն, բայց կլինեն նաև, ասենք, եթե վերցնենք օրինակ, ասենք, իսլամական աշխարհը, որը, ասենք, ենթադրյալ պիտի լինի ամենահակառակվող, ամենադեմը, բայց ասենք կան երկրներ, որոնք մեզ այդ բարեկամական հարաբերությունների մեջ են, նրանք կմտնեն։ Հետագայում ժամանակի խնդիր է արդեն, մյուսները օրինակը տեսնելով։ Պարոն Մարտիրոսյան, իսլամական երկիրը ինչու պիտի դեմ գնա, եթե մենք կարողանանք ճիշտ փաստարկել, այն դեպքում, եթե Ղուրանը հին աշխարհի ստեղծումից մինչև Քրիստոս նույն ուղղությամբ է գալիս, հա, նույնն է գրված էլի հին կտակարանը, Քրիստոսից հետո է շեղվում նրանց, հա, նրանք նույնիսկ ընդունում են Քրիստոսին, դրանից հետո շեղվում է արդեն իրենց ուղղությունը դառնում է իսլամ։ Այսինքն, եթե մենք անդրադառնում ենք աշխարհի արարմանը ու ջրհեղեղին, այստեղ նույնիսկ իսլամը չունի հակադրվելու բան, որովհետև ոչ թե իսլամ, այլ ոչ թե երկրական, որովհետև մենք գիտենք, որ մուսուլմանները կրոնական, այլ մեծ կախվածություն ունեցող քաղաքական է, եթե հակադրվեն, դա քաղաքական է, ասենք իսլամական աշխարհում այնպիսի կշիռ ունեցող երկրներ, ինչպես են Թուրքիան է, Պակիստանն է, որը ասենք հակահայկական ինչ որ քաղաքականություն են վարում, ընդգծված։ Ասենք այդ երկրները կարող են քաղաքական իրենց կանալներով հակառակվել, ընդդիմանալ, ուրիշների վրա պետությունները ամենից շատ պիտի Վրաստան եւ Ադրբեջան ամենից շատ պիտի հակառակվեն, որովհետեւ եթե Ադրբեջանը ջանքեր չի խնայում պատմությունը աղավաղելու հայ ժողովրդի պատմությունը, այստեղ դու հաստատում ես ու հիմնավորում ես մի բան, որը նա աղավաղելու տարբերակ այլևս չունի, բնականաբար միլիոններ չէ, արդեն միլիարդներ պիտի ծախսի այդ։ Ասենք, բայց օրինակ իսլամական աշխարհից, ասենք մեզ բարեկամ երկրներ, Իրան, Սիրիա, Լիբանան եւ այլն, այդ շարքը Եգիպտոս, դրանք կարող են ներգրավել նախագծի մեջ եւ ուրիշների համար, ասենք, դառնալ օրինակ, տեսնել, որ դա իսկապես ընդ որում այդ երկրներն էլ մեծ հեղինակություն ունեն իսլամական աշխարհում, արաբական աշխարհում։ Հետևաբար, ասենք, պարտադիր չէ, որ հենց ի սկզբից բոլոր երկրները միանան։ Այստեղ կարևոր է, որ հիմնականում, այո, սկզբնական շրջանում որոշ երկրներ տարբեր դավանանքներ ներկայացնող, Հնդկաստանը կմիանա, Չինաստան, Ճապոնիա եւ այլն։ Այդ համընդհանուր ծեսը, երբ որ կառուցվի, մնացածը արդեն քաղաքական այդ նկատառումները, որով իրենք չէին միանում, ինձ թվում է դրանք ժամանակի ընթացքում կհացեն եւ բոլորը։ Եվ հետո այստեղ Հայաստանը իր վրա վերցնում է, գիտես ինչ մեծ առաքելություն,
Այսինքն աշխարհը արարվել է այստեղից եւ մենք այսօր աշխարհին խաղաղություն ենք քարոզում այստեղից, համերաշխություն, հա, տոլերանտություն։ Մենք միևնույն վայրում համադրել ենք բոլոր այդ մի խոսքով կրանների ուղղությունների, այսինքն դու թելադրում ես տվյալ պահին։ Եվ քաղաքական, եւ մշակութային, եւ կրոնական այդ համատեղ շփումները արդեն կմոտեցնեն մարդկանց։ Այսինքն կլինի մի ավելի բարի, այնպեսի մի բարի մթնոլորտ բոլորի մեջ այստեղ այդ տոնի ժամանակ, որ այդ բարի մթնոլորտը նրանք իրենց հետ պիտանեն իրենց երկրները։ Հետո ուզենան հաջորդ տարի նորից վերադառնալ։ Անպայման, արդեն եթե 10-ներ եկել հաջորդ տարին կգա 1000-ը, հաջորդ տարին 10,000-ը եւ այլն։ Դե նաև տնտեսական մասին չմոռանանք, որ պետք է պատրաստ լինել այդ բոլորին ընդունել, պատկերացրեք մեր լավագույն երազանքը իրականացել է, մենք հիմա ուղղակի խոսում ենք, բայց այդ ամեն ինչին նաև ստրուկտուրան պետք է պատրաստ լինի, հյուրանոցներ են, ճանապարհներ են, չգիտեմ, հսկայական նախագծի։ Ես այն նախատեսում եմ, որ այդ տաճարը պիտի կառուցվի հենց Արարատ մարզում, Արարատի մարզում, Վեդիի մոտերքում, որտեղ բաց տարածքներ, չօգտագործվող տարածքներ շատ կան, ահուտներ են, քարքարոտ տեղեր են եւ այլն, հենց Մասիսի դիմաց, այսինքն հենց այն տեղում, որտեղ ենթադրաբար Նոյը կառուցել է իր զոհասեղանը, որի հիշատակը բայց տաճարից բացի Նոյան տապան էլ կարելի է կառուցել։ Դե այդ Նոյան տապանը կարող է ինքը արտահայտել որպես մի բաղադրիչ տաճարի բուն կառույցի ճարտարապետության մեջ։ Այսինքն դրանք այդտեղ էլ պիտի միջազգային այդ տարբեր երկրներից ստեղծվի այդ նախագծային կամ հայտարարվի մրցանակաբաշխություն, որ այդ տաճարի նախագծման այդտեղ ասենք որպես մի բաղադրիչ տաճարի հիմքը լինի հենց Նոյան տապանը, ինքը ու այնտեղ սենյակները, որտեղից որ պահել է, չէ, ամեն ինչը, դրանք լինեն առանձին տաճարներ, ինչ որ էքսպոյի նման բան է ստացվում, բայց դա ես մտածում եմ մի տարբերակը տաճարի կառուցման, եթե ասենք չհաջողվի ընդհանուր մի ծեսի գալ, որ բոլոր հոգևորականները ասենք մի ծեսով անեն, բոլոր կրոնական բաները, ներկայացուցիչները մի ծեսով անեն, կարելի է տաճարը կառուցել կազմված տարբեր տաճարներից։ Մի ընդհանուր շինության մեջ կլինի, ասենք, իսլամի անկյունը, կլինի քրիստոնյայի անկյունը, բուդդիստի անկյունը, հուդայիստի անկյունը, որտեղ միաժամանակ բոլորը ամեն մեկի իր անկյունում կկատարի այդ ծեսը։ Այդ որ դու ասի, դա այդ տարբերակը։ Չէ, ամեն դեպքում բայց մենք կարծում եմ ամենալավը կլինի, եթե նրանք գան մի ծեսի գաղափարին այնանիվ գան, ասենք, այդ կոմպրոմիսային մի տարբերակի, որպեսզի լինի մի ընդհանուր ծես, որը բարդ չի լինի, որովհետև դա Աստծուն նվիրված փառաբանական, ասենք, տոնախմբություն պիտի լինի, որը կարելի անել բոլոր կրոններով նախագիծ, ամբողջ մոլորակի բնակչությանը այն էլ այս ժամանակաշրջանում, երբ պետքան հեռացել են մարդիկ իրարից, երբ պետքան տարբեր են, բայց շատ բարդ բան եք ասում։ Առ այսօր ոչ միտեղ նույն Երուսաղեմը նշեցիք, որ տարբեր դավանանքի պատկանող մարդիկ գնում են այնտեղ, բայց էլի ամբողջական չի, հա։ Բայց դու այնտեղ չես գնում, հասկանում ես, նույն ծեսին մասնակցելու։ Դու այնտեղ չես գնում նույն տոնին, այսինքն գաղափարական հիմնավորում չունի դա։ Գնում են շատ-շատերը, ու հասկանալի, հասկանում եմ, բայց Երուսաղեմի հիմնական բանը, ասենք, Քրիստոսի գերեզման, խաչելիության վար եւ այլն դա է։ Եվ դա զուտ քրիստոնեական Ուղղակի ուզում եմ պատկերացնել, հիմա նստած մենք խոսում ենք շատ հանգիստ, դուք խոսում եք, պատմում եք, մի վարքյան մտածում ես, պատկերացնում, աչքդ փակում ես ու այդպիսի իրավիճակի հասնել, ուղղակի ֆանտաստիկ, անհավանական է թվում, բայց նաև կան նախադրյալներ այդ ամեն ինչը անելու համար։ Ուղղակի այդ զգացողություններն են հիմա միախառնված։ Բոլոր հիմքերը կան, եւ կրոնական հիմքերը կան, եւ քաղաքական, եւ տնտեսական, բոլոր հիմքերը կան դա անելու։ Պարզապես մնում է մի մարդ, որ ունենա իբսի մի կարմանը կազմակերպչական ունակություններ, որը կարծում եմ այդպիսի մարդ կգտնվի, որը կարող է այդ ամբողջը համակարգել եւ կամած բերել դեր։ Մենք գնում ենք աշխարհում։ Գործեր ունես առաջիկա 5 տարիների ընթացքում։ Միգուցե թողնես հեռուստատեսությունը ես զբաղվես լուրջ հարցով։ Նման գաղափարի համար մեծագույն հաճույքով, այ հենց հիմա այս միկրոֆոնը հանում եմ ու էլի եթեր չեմ մտնում երբեք։ Ես նման, սա իսկապես լուրջ քայլ է մարդկության համար նախատեսված, ասում եմ լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհին։ Եթե այսօր գիտնականները եւ Հայաստանն այո ներկայացնում, եթե այսօր գիտնականները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկության ծագումը տանեն Աֆրիկա,
հա, որ Աֆրիկայից է ծագել մարդը, ինչքան էլ գիտական փաստարկներ բերում են, երբեմն քեզ անհեթեթ է շատ թվում։ Ու դու ունես բոլոր հիմքերը ու չունես տարբերակ աշխարհին ինչ որ բան ապացուցելու, սա արտակարգ։ Չէ, այսօրվա մի փոքր քո ասածը ճիշտ է ամեն ինչ, լրացում անեն, որ այդ մարդկության ծագումը Աֆրիկայից դա նախամարդու ծագումն է։ Այնինչ այսօրվա գիտություններն են նշում, միևնույն է բերում են, ոչ անուղղակիորեն բերում են, որ ժամանակակից մարդն էլ հետևաբար պիտի։ Չէ, ըստ այդ բոլոր պալեո տվյալների, մարդաբանական տվյալների, այդ նախամարդը երբ որ դուրս է գալիս Աֆրիկայից, դա մոտավորապես ասենք 100-120 հազար տարի առաջ, եւ տարածվում է աշխարհով, ժամանակակից տիպի մարդը Պես Homo sapiens sapiens, երկու sapiens-ով այդպես կոչեն, կամ ինչ-որ դասագրքերից մենք գիտենք կրոմոնյան մարդը, նրա ծագումը այսօր կոնկրետ վայրը անհայտ է գիտությանը, բայց նշում են, որ դա տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում, այսինքն այն տարածքում, որի հիմնական մասը հայկական լեռնաշխարհն է։ Աֆրիկայից դուրս գալուց հետո նոր ինչ-որ միտեղ ձևավորում է ժամանակակից մարդը։ Այսինքն Homo primigenius-ը չի դարձել Homo sapiens, այլ առանձին ծագել է Homo primigenius-ը եւ առանձին ծագել է Homo sapiens-ը տարբեր վայրերում։ Չէ, ըստ ժամանակակից գիտական տվյալների այդ մարդիկ Աֆրիկայից դուրս գալով ինչ որ մի տարածաշրջանում իրենք հիմա դա կլինի, ասենք, գեների փոփոխության կամ ուրիշ ինչ այլ ճանապարհով նրանք դառնում են ժամանակակից մարդ։ Բայց հետևաբար փաստորեն այդ ոչ ժամանակակից մարդուց է գալիս փաստորեն։ Ամեն դեպքում ոչ ժամանակակից մարդու այդ փոփոխություններով Ամենը ծագումը տանես Աֆրիկա, ամբողջ ասածս դա է։ Նախնական մարդը այնտեղ է, բայց ժամանակակից տիպի մարդու ծագումը էլի այս տարածաշրջանում է եւ դա եղել է մոտավորապես 50,000 տարի առաջ։ Հիմա մեկ այլ տեսակետի մասին շատ կխնդրեի խոսել, չնայած ժամանակ այդքան էլ չունենք, բայց շատ կարճ։ Վերջերս չեմ հիշում ով էր մեր հյուրերից, շատ հետաքրքիր բան ասաց, որը տպավորվել է, որ Նոյան տապանը դա ոչ թե նավ է, հա, որը եկել է ջրհեղեղի ժամանակ կանգնել է Արարատի գագաթին եւ այ հենց նույն բառային իմաստական վերլուծությամբ ստիպված ես լինում համաձայնվել։ Այ Նոյան տապանը, տապան, քար, այսինքն հենց Հայաստանն է Նոյան տապանը, այս բարձրադիր վայրում գտնվող լեռների մեջ ծվարած այս հատվածը հենց Նոյան տապանն է, որտեղ մարդիկ պատսպարել են։ Դրա մասին ինձ թվում է ուղղակի, ասենք, մենք կարող ենք հիշատակություն բերել շումերական Էնմերքարի եւ Արատայի գերագույն քուրմը Դիստազնավիպից, որը ավարտում է հետեւյալ տողերով, որ աստվածները կանգնած Արատայում ողբում էին մարդկության կորուստը, որը տեղի էր ունենում ջրհեղեղի հետևանքով։ Այսինքն ինք թվարկում են մի քանի, ասենք Դումուզին, Աննան եւ այլն, այդ աստվածները կանգնած էին Արատայի կենտրոնում եւ ողբում էին մարդկության կորուստը։ Արատայից դուրս երկու բանի ջրհեղեղի հետևանքով։ Այսինքն այդ տեսակետը ունի որոշակի հիմքեր, որ դա այդպես է եղել։ Սակայն դե մյուս կողմից էլ այդ նույն գրավոր աղբյուրները բոլոր իրենց այդ փրկված նախահորը այնանիվ այդ փրկությունը տեսնում են նավի միջոցով։ Բացառությամբ հնդկական, ասենք, բանի աղբյուրների, որտեղ այդ նախամարդուն, որի անունն էր Մանու, փրկվում է ձկան միջոցով, ձուկն է փրկում նրան։ Այստեղ մի այլ, ասենք, կարելի է էլի մեկնաբանումներ բերել, որ ասենք այդ փրկությունը թե ձկան տեսքով, թե տապանի տեսքով, թե մի այլ տեսքով արտահայտված մի այլ տեղ, դա կարող են կապել Հայաստծո հետ։ Որտեղ ինքը կապվում է նաև այս տարածաշրջանի հետ։ Հայաստվածը, որի անունը կրում ենք մենք։ Ինչպես որ շումերական այդ ջրհեղեղին վերաբերող պատումներում այդ նրանց նոյին, որ անվանում է Զիուսուդրը, փրկության միջոցը հուշում է Հայ Աստվածը։ Աստվածների ժողովում, որտեղ Էնլիլը որոշում է, որ պիտի ջրհեղեղով ոչ չասնի մարդկանց, բոլորը այնտեղ երդվում են, որ մարդկանց ոչինչ չեն հաղորդի։ Հայ Աստվածը գալիս է, ուրեմն բարեպաշտ մարդու մոտ, ինչպիսին նկարագրվում է Նոյեհին կտակարանում, եւ սկսում է խոսել պատի հետ։ Այ պատ, ես քեզ սա եմ ասում, սա եմ ասում, սա եմ ասում։ Ու այդ բարեպաշտ մարդն էլ կանգնած լսում եւ հասկանում է, որ այդ խոսքերը ուղղված են իրեն։
Եվ նա այդ միջոցը պատմում է, որ դու կկառուցես այսպիսի տապան, կվերցնես այսպիսի կենթանիներ, այսինչ օրը լինելու է ջրհեղեղ, որպեսզի դու քո ընտանիքը փրկես։ Այսինքն այս սկզբնաղբյուրը մեզ արդեն թույլ է տալիս ասելու, որ այդ բոլոր սիմվոլների, եթե դա նայենք որպես սիմվոլներ, թե երկիրը, թե տապանը, նավը, ձուկը, դրանք բոլորը ներկայացնում են Հայ Աստծո հետ, որը Հայաստան աշխարհի անվանադիր Արարիչ Աստվածներ, Հայ Աստված։ Պարոն Մարտիրոսյան, մենք պիտի ձեզ խնդրենք շատ, ցանկացած տեղաշարժ։ Սա այն հարցերից է, որ երբ որևէ շատ մեծ հարց է լինում, բոլորը սկզբում ոգևորվում են, 5 րոպե հետո մոռանում են ու զբաղվում են իրենց առօրյա կենցաղային հարցերով։ Բայց հանկարծ եթե հրաշք կատարվի, որևէ տեղաշարժ լինի այս նախագծի, մեզ անպայման տեղյակ պայեք, մենք լուսաբանենք, հնարավորինս հաճախ խոսենք այս մասին, ոգևորենք, որ այդ 5 րոպեները շատ լինեն, ի վերջո գումարվեն ու մենք կարողանանք նմանատիպ նախագիծ իրականացնել։ Իմ ուրախությունը առաջի հերթին պիտի կիսեմ ձեզ հետ։ Շնորհակալություն։ Որպես բարեկամներ երազանքի մեջ նոր երազանք նոր թևեր առանք, շատ տարբեր մարդիկ հիմա, ովքեր որ դիտում են նույնպես համակվեցին այս տրամադրությամբ, ոգևորությամբ։ Այո, հուսանք, որ 2000-ին գրված հոդվածը, տեսեք, դեռ իրողություն չդարձավ։ Սա էլ նույն ճակատագրին չի արժանանա, ավելի բարդ։ Չէ, սա լինելու է, նույնիսկ 100 տարի հետո կլինի։ Մենք չենք լինի, բայց լինելու է։ Իհարկե, շուտ թե դա պիտի լինի։ Կարևորը գաղափարը չի մեռնում, ինչպես նշեցի, այնպիսի մի կենսունակ գաղափար է, այս բնութագրերը, անվանումները, գաղափարները, որոնք եթե հազարավոր տարիների ընթացքում չեն կեղծվել, չեն մահացել, դա շարունակվել է մինչև այնքան ժամանակ, մինչև որ իրականանա։ Դա կլինի 5 տարի հետո, թե 100 տարի հետո, դա ուրիշ խնդիր է։ Շնորհակալություն։ Եվ այսպես բարեկամներ, մենք այսօր եւս մեկ անգամ ստացանք տարբերակ պատկերացնել, ինչպեսի փառավոր ու հետաքրքիր տարբերակով կարող է պատմությունը լինել մեր ձեռքերով, կերտվել, ունենք այդ հնարավորությունը, դժվարություններ իհարկե շատ կան, բայց այսօր հնչած միտքը թող ծիլեր տա, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ինչ-որ բան ունակ են փոխելու։ Ներողություն։ Խնդրեմ Լուսինե։ Այո, շնորհակալ ենք շատ այս հետաքրքիր իսկապես ոգևորելու համար, հաջողություններ ենք մաղթում եւ ինչով կարող ենք դեր կողքին ենք այս նախագիծը իրականացնելու ճանապարհին։ Համլետ Մարտիրոսյանն էր մեր հյուրը, ելի կհանդիպենք նրա հետ առաջիկայում, իսկ հիմա փոքրիկ դադար վերցնենք, որից հետո արդեն կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։ Գնացինք առաջ։